Կարծում եմ, որ լիարժեք ապա շրջափակման մասին խոսք չի կարող լինել։ Ինչ էլ լինի, որովհետև մենք անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ավարտում են հակամարտությունը պաշտոնապես թղթի վրա։ Խնդիրն է, որ այդ հակամարտությունը մեր եւ ենթադրենք կովկասյան թաթարների միջև Ադրբեջանը դա արհեստական պետական կազմավորում է։ Այսօր մեր խնդիրը չի դա։ Միգուցե, բայց մենք պետք է պատմականորեն ետ նայենք 18 թվականին ստեղծված ադրբեջանական հանրապետությունը Հայաստանի հանրապետությունը առաջին եւս 20 թվականին հզոր պետության մեջ մտան, սովետական միության մեջ մտան եւ թվում էր այդ 70 տարվա համագործակցությունը, ինտեգրումը այդ խորհրդային ժողովուրդների ընտանիքում պետք է այս թշնամությունը որոշակիորեն կամ մեղմեր կամ վերացներ։ Ինչպես հիշում ենք 88 թվականը ցույց տվեց Սումգայիթի ջարդերը, որ այս երկու ժողովուրդները կարելի ասել գենետիկորեն իրար հետ չեն լինելու խաղաղության մեջ։ Յուրաքանչյուր ստորագրած եւ յուրաքանչյուր տալիք առնելիք չունեն։ Խնդիրը նա է, որ այդ տալիք առնելիքի մեջ ընդունում է կարծում չի ընդունում, որովհետեւ հիշատակում են ինչ որ Գյոկչա անունով Սևանալիճը, դրանք գիտեք ոնց են, դրանք Պանդորայի արքղի բացելու, այսպես ասած, փորձեր են եւ ադրբեջանական լիդերի հավակնությունները բավականին բարձր են։ Ես կարծում եմ, այսինքն չվստահել Բաքվին։ Վստահելը դա միամտություն է ընդհանրապես եւ շատ կարճ ժամանակ հետո վստահողները պետք է կանգնեն երկընտրանքի առջև